Պարոն վարչապետ, շնորհակալություն, որ ժամանակ գտաք պատասխանելու ազատության հարցերին։ Առաջին հարցը, ինչու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները որոշեցին նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները։ Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում էին հին սահմանադրությամբ, կարծես քաղաքական, սահմանադրական այդպես ճգնաժամեր մենք չտեսանք։ Ինչն էր պատճառը, որ որոշեցիք նախաձեռնել սահմանադրական այս փոփոխությունները։ Գիտեք, 2006 թվականի նախագծի կազմման ժամանակ մենք զգում էինք բազմաթիվ խոցելի ուղղություններ։ Նաև մոդելի առումով մենք ունեինք խնդրեմ։ Մենք դեմ ենք կիսանախագահական համակարգին, որտեղ ինքը նշեց իմ բոլոր հանդիպումներում նշում եմ լի է վտանգներով։ Առաջին ամենակարևոր փաստարկը դա է։ Մնացածը, այո, ածանցյալներ են, չնայած շատ ենք կարևորում, բայց մնացածը ինձ համար ածանցյալ է, որովհետև քաղաքական ցանկացած ճգնաժամ դա հետընթաց է երկրի զարգացման։ Մոդելը լի է վտանգներով, կոնկրետ։ Եթե նախագահական կամ պարլամենտական ընտրությունների ժամանակ գործող սահմանադրությամբ ընդդիմություն ունենում է հաջողություն, առաջանում է քաղաքական խնդրեմ, որովհետև նախագահականի արդյունքում պարլամենտի համաձայնությամբ պետք է լինի նշանակվի կառավարությունը, վարչապետը, ծրագրերը, օրենքները, իսկ արդեն պարլամենտական ընտրություններից հետո կառավարությունը պետք է ներկայացնի զարգացման ծրագիրը, կառավարության ծրագիրը եւ ընդհանուր առմամբ մնացած առումով տնտեսական բյուջետային օրենքների հաստատման առումով եւ ընդհանուր երկրում առաջանում այդ խնդիրը։ Դա վտանգ է, որը կարող է լինել եւ որը չլինելու դեպքում ես նշել եմ, որ եթե իշխանափոխության հնարավորություն չկա, երկիրը չի կարող զարգանալ։ Պարոն վարչապետ, տեսեք, ես չեմ հիշում, որ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական կամ քաղաքական ճգնաժամ տեղի ունեցած լիներ նախորդ սահմանադրության կամ գործող սահմանադրության օրոք։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ օրինակ Հայաստանում ընտրեցին կառավարման խորհրդարանական համակարգը։ Եթե չկար ճգնաժամ, չկար նման խնդիր, այնուամենայնիվ ինչու որոշեցիք։ Գիտեք, հենց քաղաքական ուժերի եւ առաջնորդների դերակատարությունն է, որ շրջանցել, խուսափել կամ կանխատեսել այդ ամենը։ Մենք դա կանխատեսում ենք, մենք դա տեսնում ենք։ Մենք չպետք է սպասենք լինի քաղաքական ճգնաժամ։ Ղարաբաղը ապրել է քաղաքական ճգնաժամ։ Իհարկե ոչ սահմանադրության ժամանակ 98-2000 թվականին։ Մենք չենք ուզում նման քաղաքական process-ներ ունենանք։ Իհարկե, այո, որը ավարտվեց մահափորձով։ Բայց պատճառը սահմանադրությունն է, ինչ։ Պատճառը իշխանության տրոհումն է։ Իշխանության կառավարման իդեալական մոդելի բացակայությունն է։ Երկբևեռ իշխանություն էր այն ժամանակ, որը բերեց դրան։ Ինչու ենք կնում, նորից եմ կրկնում։ Կիսանախագահական մոդելը լինելով քաղաքական ուժի ղեկավար, մենք դեմ ենք եղել 2006-ին, արտահայտվել ենք 2010-ին, նախընտրական ծրագիր ենք ունեցել 15 թվականին։ Հիմա դա տեսակետ է։ Դա դուք կարող եք ամեն մարդ ունի իր տեսակետը, իր ծրագիրը եւ նաեւ ամենակարևորը ուսումնասիրելով այդ մեր կրթությունը, մեր գիտելիքները թույլ են տալիս ուսումնասիրել աշխարհի փորձը։ Զարգացած են ամենամեծ զարգացումը կա ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներում։ Եվրոպական ժողովրդավարությունը մեզ համար օրինակելի է։ Եվ մենք ընտրել ենք դա։ Տարբերությունը Հայաստանի եւ Արցախի մենք չենք շեղվել ճանապարհից։ Ընդհանրապես ունենալով ուժեղ պարլամենտ, պարլամենտարիզմի բոլոր հիմքերը ամրագրելով սահմանադրությունում, առաջին դեմքի գերագույն գլխավոր հրամանատարի ընտրության եւ անվան մեջ է։ Եվ եթե ասում են ուժեղ նախագահական ինստիտուտ, սուպեր նախագահական ինստիտուտ, մարդկանց պետք է ընդհանրապես կարդալ առաջարկող սահմանադրությունը։ Գործող առաջարկող սահմանադրությամբ նշեցի պարլամենտական բավականին հետաքրքիր մոդել է առաջարկված, առաջին դեմքը ընտրությունը, գերագույն գլխավոր հրամանատարի ընտրությունը ռիսկերից խուսափելու համար տրված է ժողովրդին, ոչ թե 17 հոգով։ Իսկ եւ բերել ենք բազմաթիվ օրինակներ նման պարագայում ինչպիսի վտանգներ կան կլասիկ պարլամենտարիզմի պարագայում ֆրանսիական 4-րդ հանրապետության 12 տարում 12 վարչապետ ունենալու
այդ պատմությունը, կամ Բելգիայի երկար ժամանակ, կարծեմ 2 տարի վարչապետ չունենալու այդ օրինակը։ Եվ ամենակարևորը մեր ժողովուրդն էլ ուզում է, որ առաջնորդը ընտրվի ժողովրդի կողմից, եւ այդ ամենը նախատեսված է այս սահմանադրությամբ։ Հասկանալի է, պարոն վարչապետ, հետևաբար կարող ենք ասել, օրինակ, այդ խնդիրները օրինակ կարող են տեղ գտնել Հայաստանում, որտեղ։ Գիտեք, Հայաստանում, քանի որ պարլամենտի անդամների թվաքանակը շատ ավելի մեծ է, ռիսկերը ավելի փոքր։ Իհարկե, մենք կարող ենք նաև Հայաստանում եւ բոլոր պարլամենտական երկրներում կլասիկ այդ վտանգը կա եւ օրինակը փորձը ունենք։ Մենք դա խոսափելու համար մենք իրավունք չունենք նման շռայլություն թույլ տալ։ Ես չգիտեմ Հայաստանում եթե հաճախակի վարչապետ փոխվի հետ ապագայում ինչ ազդեցություն կունենա, բայց հաստատ Ղարաբաղում մենք դրա ցանկությունը չունենք։ Պարոն վարչապետ, ձեր քննադատները ասում են, որ սահմանադրական այս փոփոխությունների միակ իրական նպատակը այն է, որ հնարավորություն ստեղծվի նախագահ Բակո Սահակյանի համար, որպեսզի նա կարողանա մնալ իր պաշտոնում մինչև 2030 թվականը, ըստ նոր սահմանադրությամբ նա կկարողանա ընտրվել անցումային շրջանի նախագահ եւ հետո 2020 թվականին նորից իրավունք ունի, նորից կկարողանա առաջադրել իր տեխնացությունը, ինչ կարող եք ասել այս քննադատությանը։ Գիտեք, ես չեմ ուզում մեկնաբանել դա, որտեղ ես նշեցի, որ նման ստոր մտքեր իշխանությունում չի եղել։ Եվ ամենակարևորը, լինելով ամենախոշոր քաղաքական ուժի ղեկավար, գործող վարչապետ, նախաձեռնել եմ նման առաջարկություն կուսակցությունով 10 թվականից։ Այսինքն մենք 10 թվականին չենք մտածել Բակո Սահակյանի 20 թվից 30 թվի մասին։ 15 թվականին նշեցի եղել է մեր նախընտրական ծրագիրը։ Այլ ծրագրային կարևոր ուղղություններից մեկը։ Իմ բոլոր հանդիպումներում նշեմ, որ կա անհրաժեշտություն, տեսնում եմ այդ վտանգը։ Նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բազմաթիվ այլ փոփոխության անհրաժեշտություն տեսել ենք գործող սահմանադրությունում։ Ինչ վերաբերում է անձի համար կամ անձի վերջիորում մենք գնում ենք ժողովրդավարության ամրապնդման, զարգացման, քաղաքացիական հասարակարգի ձևավորման ու զարգացման, քաղաքական ինստիտուտների զարգացման ճանապարհով։ Այսինքն այս ճանապարհում անձը դիտել որպես գլխավոր նպատակ ես չեմ ընդունում եւ չեմ համարում, որ այսինքն այլ դեմ արտահայտվելու երևի շանս չեն ունեցել սահմանադրության մոդելի առումով որևէ էական խնդիրներ չեն տեսել, պետք է մի ուղղություն, որը ժողովրդին շեղի գլխավոր նպատակից, լինելով ընդդիմության ներկայացուցիչներ։ Իրենց վերած փաստարկը նաև հետևյալն է, որ ասում են, գիտեք, նախագահ Սահակյանը այսօր հրապարակավ չի հայտարարել օրինակ, որ ես նպատակ չունեմ պաշտոնավարել։ Դուք օրինակ հարցրել եք նախագահ Սահակյանին, ինքը նման նպատակներ ունի։ Գիտեք, ես ինձ իրավունք չեմ վերապահում նման ստոր հարցեր տալու։ Պարոն Հարությունյան, նոր սահմանադրությամբ նախագահ հանդիսանալու է նաև կառավարության ղեկավարը, վարչապետի պաշտոն որպես այդպեսին չի լինելու։ Դուք ինչ եք մտադիր անել։ Դուք մտադիր եք առաջադրել ձեր տեխնացությունը նախագահի պաշտոնի համար, ինչ նպատակներ ունեք։ Գիտեք ինչ, ես ամեն օր մտածում եմ ինչ անել երկրի զարգացման առումով։ Սա ինձ համար գլխավոր խնդիրը։ Ամեն օր մասնակցել մի պրոյեկտի ստեղծմանը, օգնել աշխատատեղերի ստեղծմանը, լինելով վարչապետ ապահովել տնտեսական աճ։ Ես չեմ մտածում կամ չեմ պատրաստում հրաժարվել քաղաքականությունից, ոչ էլ հետագա պետական ծառայությունից։ Մնացած բոլոր որոշումները մենք նշեցի, ձևավորված է քաղաքական թիմ իշխանություն այսօր, որով քննարկելու ենք արդեն սահմանադրություն ընդունելուց հետո 2017-20 թվականի անցումային իշխանության հարցը, ով է լինելու երկրի նախագահը, ում ենք ընտրելու պարլամենտով, ինչքանով ենք մասնակցելու այդ ընթացքում, իսկ 20 թվականը դեռ շատ երկար է, մանավանդ այս քաղաքական բարդ իրավիճակներում։ Հայաստանում տևական ժամանակ է իշխանությունները, կառավարությունը խոսում էին տնտեսական աճի մասին, հանրությանը ներկայացնում էին թվեր, նոր վարչապետի օրոք Կարեն Կարապետյանը իր պաշտոնավարման հաջորդ օրն իսկ ազգային ժողովում հայտարարեց, որ տնտեսությունը Հայաստանում գտնվում է չափազանց ծանր վիճակում։
Ինչ վիճակում է տնտեսությունը Լեռնային Ղարաբաղում։ Ես լսել եմ, որ օրինակ ապրիլյան պատերազմին մասնակցած, մոբիլիզացիոն ուժերին մաս կազմող մարդկանց դրամական փոխհատուցումները ամբողջությամբ տրվել են մի քանի ամիս անց, պատերազմից մի քանի ամիս անց։ Ինչ վիճակ է տնտեսությունը Լեռնային Ղարաբաղում։ Գիտեք, նախ ես ուզում եմ մի հետաքրքիր բան ասել։ Խոսում ենք պատերազմի մասին եւ ֆինանսական դրամական աջակցության մասին։ Իհարկե, պատերազմը հարված է առաջին հերթին տնտեսության եւ ֆինանսական դաշտին։ Երևի հարց տանք, ասենք, ինչպես է հաջողվել տրամադրել այդ դրամական օգնությունը։ Երևի եթե հարց այդ կողմից ուղենք, ավելի ճիշտ կլինի։ Ինչպես է հաջողվել ոչ միայն տրամադրել այդ դրամական օգնությունը, այլ իրականացնել բազմամիլիարդանոց ծրագիր պաշտպանության բանակի ծրագրերի ֆինանսավորման առումով, լրացուցիչ, մարտունակության աստիճանի բարձրացման, պաշտպանական բնագծի կատարելագործման առումով։ Երևի հարցը այդպես պետք է ուղենք։ Եթե որոշ մարդիկ դրամական օգնությունը, դա օգնություն է եղել, դա պարտավորություն չի պետության կողմից, տրվել է ամիսների ընթացքում, դա չպիտի քննարկման թեմա լինի։ Ինչ վերաբերում է տնտեսությունը, թե Հայաստանում, թե Ղարաբաղում, թե աշխարհում, անզեն աչքով երևում է, տնտեսական աճը երևում է, շինարարության տեմպերով, արտադրվող ապրանքի ներքին արտադրող ապրանքի տեսականի ավելացման առումով, ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինությամբ, անզեն աչքով երևում է։ Եվ ոչ Հայաստանի վարչապետը, ոչ ես, ոչ էլ որևէ մարդ չի կարող շեղել ժողովրդին կեղծ թվեր ներկայացնելով։ Ես կողմ եմ, որ եթե կա աճ ներկայացնենք, եթե չկա աճ, դրա մասին հայտարենք ու փորձենք ոչ թե հիմնավորել, այլ ծրագիր մշակել հետագայում ավելի մեծ աճ ապահովելու առումով։ Ապրիլյան պատերազմը ինչ ազդեցություն ունեցավ, այնուամենայնիվ ինչպիսին է այսօր տնտեսական վիճակը։ Բարեբախտաբար հաջողվեց ապահովել ծրագրավորված տնտեսական աճը, դժբախտաբար ցավոք ունեցանք մեծ ֆինանսական կորուստներ 16 թվականի եւ ապագայի առումով, քանի որ մի շարք ինվեստիցիոն պրոյեկտներ հետաձգվեց կամ ընդհանուր առմամբ հրաժարվեցին։ Եվ նշեցի, որ ծրագրից դուրս լրացուցիչ բազմամիլիարդանոց ֆինանսական ռեսուրսներ են ուղղել բանակի մարտունակության աստիճանի առաջագծի աշխատանքների առումով։ Իհարկե սա արդեն ամեն ինչ ասում է։ Պարոն վարչապետ, ապրիլյան պատերազմից հետո վերստին խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, նորից այսպես սեղանին դրվեց տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքը, այս սկզբունքի մասին հայտարարություններ են արել եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ինչպես տեղյակ եք իշխող հանրապետական ուժի ղեկավարն է, հայտարարություններ են արել եւ ընդդիմությունից, մասնավորապես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն է։ Այս տարբերակը տարածքներ կարգավիճակի դիմաց ընդունելի է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հանրության համար։ Գիտեք, այդ հայտարարությունները մենք լսում ենք 90-ականներից, դեռ Քալբաջարի շրջանի ազատագրումից հետո, որ պետք է տարածքները հանձնել, մինչև այսօր շարունակվում է։ Պատասխանը մենք մեծ ծրագիր ունենք Արաքսի հովտում այգեգործություն զարգացնելու առումով։ Ծրագիր ունենք հայտարարած արդեն։ Ծառատունք ենք սկսում, ծառեր ենք տնկում։ Երևի պատասխանը դա ավելի կոնկրետ է եւ ավելի հետաքրքիր։ Երբ որ դուք հանդիպում եք Հայաստանի իշխանությունների հետ, Հայաստանի նախագահի հետ, այլ ներկայացուցիչների հետ, դուք իրենց ասում եք, գիտեք, դուք բանակցում եք ադրբեջանցիների հետ այս սկզբունքի շուրջ, տարածքներ կարգավիճակ սկզբունքի շուրջ, բայց այս սկզբունքը մեզ համար անընդունելի է։ Եվ եթե դուք այս հարցը բարձրացնում եք Հայաստանի իշխանությունների առջև, ինչ պատասխան եք լսում, ինչ են ձեզ պատասխանում։ Բազմաթիվ քննարկումներ ունեցել ենք մենք Հայաստանի իշխանության հետ, Հայաստանի նախագահի հետ, վարչապետների հետ, Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։ Եվ բոլոր քննարկումների ժամանակ նաև ներկայացրել ենք հատուկ Քաշաթաղի շրջանի, Շահումյանի շրջանի զարգացման ծրագրերը, կապիտալ ներդրումները, Արաքսի հովտում մեր անելիքները, վկանեք Վարդենիս Մարտակերտ ճանապարհահատվածի, Սոտք
հաթերք բարձրավոլ գծի կառուցման տասնյակ միլիոն դոլարանոց պրոյեկտների իրականացման աշխատանքներին եւ ինձ թվում է սա պատասխան է եւ միշտ քննարկել ենք ինչ ենք անելու Շահումյանի շրջանում, Խարվաճարի շրջանում, Քաշաթաղի շրջանում եւ Արաքսի հովտում։ Դուք բացառում եք, որ այս շրջանները կվերադարձվեն Ադրբեջան։ Ես ոչ մի բան իրավունք չունեմ բացառելու, ես նշում եմ այսօրվա իշխանության ծրագրերը Արցախի տարածքի սահմանադրությամբ ամրագրված տարածքի առումով։ Պարոն վարչապետ, ո՞րն է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համար Ղարաբաղյան խնդրի կարգավորման ընդունելի տարբերակը։ Գիտես, անիմաստ ենք խոսում կարգավորման որևէ տարբերակի մասին, որովհետև ունենք հակառակորդ, որը ոչ լսելու, ոչ մտածելու, ոչ բանակցելու ցանկություն չունի, ոչ էլ հնարավորություն։ Այսինքն ինչի մասին մտածենք, երբ որ դու տեսնում ես, որ հակառակորդդ երեք Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղը երբևէ անկախ կամ Հայաստանի մաս չի կազմելու։ Ինչքան նման իշխանություն կա Ադրբեջանում, բանակցությունները անիմաստ են։ Բանակցություն են վարելու նպատակարարություն կոնկրետ Արցախի իշխանությունների առումով ես չեմ տեսնում։ Իսկ Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի իշխանությունները, միջնորդ կազմակերպությունները մենք ողջունում ենք այդ հանդիպումները, որը կարող է երբևէ բերի բանակցությունների։ Իսկ մենք կողմնակից ենք երկարատև խաղաղության, մենք կողմնակից ենք Արցախյան խնդրի կարգավորման տարբերակին։ Մոդել չենք քննարկում, որտեղ անիմաստ է որևէ բան քննարկել։ Անիմաստ գրգռում ենք մեր ժողովրդին, անիմաստ գրգռում ենք մեր ներդրողներին եւ անիմաստ ներքին պարակտման թեմաներ ենք դարձնում եւ սկսում իրար հետ պայքարել։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։